Ուզում եմ այսօր կիսվել ձեզ հետ մի հետաքրքիր թեմա, իմ այսօրվա ուղերձը այսպես եմ վերնագրել. մի ձայն լսեցի, մի ձայն լսեցի։ Գիտեք սիրելիներս, մենք այսօր կարող ենք մեզ հարցեր տալ, արդյոք այսօր Աստված խոսում է։ Մենք կարող ենք հարց տալ այսօր, իսկ արդյոք հնարավոր է լսել Աստծո ձայնը, եթե Աստված խոսում է։ Եվ գիտես, կարող ենք ևս մի հարց տալ մեզ, իսկ եթե Աստված խոսում է ու հնարավոր է իր ձայնը լսել, ի՞նչ է պետք անել դրանից հետո, որովհետև Աստված երբեք աննպատակ չի խոսում սիրելիներս։ Այսօր կուզեմ մի քիչ խոսել աղոթքի կյանքի մասին նույնպես, ինչքան կարևոր է, որպեսզի մենք սովորենք մեր աղոթքի կյանքում լսել նրա ձայնը, որովհետև ցավոք սրտի շատ անգամ մեր համար աղոթքը դա մի բան է, որ գիտեք ինչ որ ձևականություն է դառնում, կներեք, որ այդպես եմ ասում, այսինքն ինչ որ բան, որ ուղղակի մենք պետք է անենք, դե մենք քրիստոնյա ենք, պիտի աղոթենք, բայց աղոթքը ունի նպատակ սիրելիս, աղոթքի ժամանակ մենք հանդիպում ենք Աստծո հետ։ Աղոթքի ժամանակ մենք ոչ թե ուղղակի գալիս ենք Աստծուն ներկայացնելու մեր կարիքների ցուցակը կամ էլ մեր բողոքների ցուցակը, գիտեք, երբեմն այտենց էլ ա եղնում, գալիս ենք Աստծո մոտ բողոքելու։ Բայց նպատակ իրականում նա է, որպեսզի մենք կարողանանք լսենք Աստծո ձայնը աղոթքի ժամանակ, կարողանանք հասկանալ Աստծո կամքը աղոթքի ժամանակ։ Անգամ երբ որ Հիսուսը սովորեցնում էր Հայր մեր աղոթքը, նա ասում էր, երբ որ քո ծածուկ սենյակը փակվես, աղոթիր այսպես. Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, գա քո արքայությունը, լինի քո կամքը։ Գիտեք, մենք այսօր էլ ծառայության սկզբին այդ աղոթքը միասին ասեցինք սիրելիներս, բայց դա չպետք է ուղղակի խոսքեր լինի մեզ համար։ Երբ որ Հիսուսը սովորեցնում էր աղոթեք այսպես, թող քո կամքը լինի, նշանակում է աղոթքի ժամանակ ինչ որ մի բան պետքա տեղի ունենա։ Նշանակում է մեր սիրտը, մեր հոգին այնքան բաց պետքա լինի Տիրոջ համար, որ մենք աղոթքի ժամանակ կարողանանք հասկանանք նրա կամքը։ Որովհետև եթե մենք չհասկանանք Աստծո կամքը, ինչպես մենք կարող ենք կատարել նրա կամքը։ Ամեն։ Եվ տեսեք, արդյոք Աստված այսօր խոսում է։ Իհարկե Աստված այսօր խոսում է, սիրելիներս։ Աստված միշտ խոսացել է եւ այսօր էլ Աստված խոսում է ու Աստծո մեծ նպատակն է, որպեսզի իր ամեն մի զավակը, իր ժողովուրդը կարողանա լսի իր ձայնը։ Եվ մենք Աստվածաշնչում շատ պատմություններ կտեսնենք, թե 5 կտակարանում, թե նոր կտակարանում, որ Աստված խոսում էր ու Աստծո ցանկությունն էր միշտ ինչ որ բան հասցնել իր ժողովրդին։ Աստծո ցանկությունը այնքան մեծ էր, ինչ որ բան ինձ ու քեզ հասցնի, որ իր որդուն ուղարկեց այս աշխարհ։ Հիսուսը դա կենթանի խոսքն էր, սիրելիներս, որ մարմնացավ ու եկավ աշխարհ, որպեսզի պատմի հոր մասին, որպեսզի պատմի երկնքի մասին։ Այդքան շատ Աստված ուզում է ինձ ու հետ քեզ հետ խոսի։ Այսօր մենք ունենք Աստվածաշունչը, որի միջոցով Աստված խոսում է մեզ հետ։ Եվ իհարկե այսօր Աստված խոսում է ամեն մեկիս հոգու հետ։ Եվ ուզում եմ Աստվածաշնչից մի քանի տեղ ընթերցենք, սիրելիներս։ Եկեք բացենք միասին Սաղմոս գիրքը, Սաղմոսների գիրքը եւ 81 Սաղմոսից ուզում եմ կարդալ։ 8-րդ խոսք, 8-ից մինչև 16 խոսքերը։ Լսիր իմ ժողովուրդ եւ կվկայեմ քեզ, ով Իսրայել, երանի թե լսեիր ինձ, օտար աստվածներ չլինի քո միջում եւ երկրպագություն չանես օտար Աստծո։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ հանեցի քեզ Եգիպտոսի երկրից, լայն բաց արա քո բերանը եւ ես կլցնեմ դրան։ Այսինքն Աստծո ցանկությունն է, որ Աստված մեզ կշտացնի, ի՞նչ է նշանակում լայն բաց բերանը։ Գիտեք, սա ոչ թե ֆիզիկական ինչ որ իմաստ ունի, որ մենք մեր բերանը պիտի բացենք, Աստված էլ երկնքից ինչ որ բան լցնի մեր բերանը։ Այսինքն խոսքը նրա մասին է գնում, որ մենք պետքա սպասում ունենանք, մենք պետքա փափագ ունենանք ու Աստված ասում է, երբ որ դու այդ սպասումն ու փափագը ունես, ես կհագեցնեմ քեզ, ես կլցնեմ քո կյանքը։ Եվ տեսեք, շարունակելով ինչ է Աստված ասում. բայց իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, եւ Իսրայելը չհավանեց ինձ, ապա նրանց թողի իրանց սրտերի կամքին, որ գնան իրանց խորհուրդներումը։ Եթե իմ ժողովուրդը ինձ լսեր եւ Իսրայելն իմ ճանապարհներումը գնար, շուտով կխոնարեցնեի նրանց թշնամիները եւ իմ ձեռքը կդարձնեի նրանց նեղացնողների դեմ։ Տիրոջ նատողները կխոնարվեին նրա առաջին, իսկ նրա ժամանակը հավիտյան կլիներ։ Նա կկերակրեր նրանց պարարտ սորենով եւ վեմիցը կկշտացնեի քեզ մեղրով։ Գիտես, Աստված ասում է, ես ուզում եի ձեզ օրհնել, ես ուզում եի, որ ձեր թշնամիներին դուք հաղթեիք, բայց Աստված ասում է, ես իմ ժողովուրդը չլսեց իմ ձայնը, Իսրայելը ասում է, չհավանեց ինձ։
Այդ պատճառով Աստված ասում է, ես թողեցի նրանց իրանց սրտի կամքին, որ ինչ ուզում են անեն։ Տեսեք, սիրելիները, շատ անգամ խնդիրը ոչ թե նրանում է, որ Աստված չի խոսում մեր հետ։ Խնդիրը նրանում է, որ երբեմն մենք այնքան ենք տարված մեր սրտի ցանկություններով, մեր սրտի կամքով, որ մենք չենք ուզում լսել Աստծո ձայնը։ Մենք ուզում ենք գնանք մեր սրտի ճանապարհներով, ու Աստված ասում է, ես էլ թողեցի նրանց։ Գիտես, Աստված երբեք չի բռնանում։ Աստված, եթե դու շատ համառ ես լինում քո կյանքում, չլսելու Աստծո ձայնը, չկատարելու նրա կամքը, Աստված երբեք չի բռնանա քո կամքի վրա, սիրելիս։ Այդ պատճառով Աստված թողում է մեզ մեր կամքին, թողում է մեր սրտի ցանկություններին, դա մեր ընտրությունն է։ Ուզում եմ միտեղ էլ կարդանք Առակաց գրքի մեջ է գրված առաջի գլուխ 23-24 խոսքերը։ Հետ դարձեք դեպի իմ հանդիմանությունը, ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վրա, իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ, որովհետև ես կանչեցի եւ դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի եւ ուշադրող չկար։ Սիրելիներս, մենք տեսնում ենք, որ Աստծո ցանկությունը, որ մենք դառնանք դեպի նրան։ Աստված ասում է, հետ դառեք դեպի իմ հանդիմանությունը։ Այդ ժամանակ ասում է, ես իմ հոգին կթափեմ ձեր վրա ու իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ։ Բայց ինչ է ասում, որովհետև ես կանչեցի, դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի, ուշադրող չկար։ Գիտեք, ցավոք սրտի շատ անգամ մեր կյանքում այդպես է լինում։ Աստված խոսում է մեր հետ, բայց մենք այնքան ենք տարված մեր հարցերով, մեր գործերով, մեր սրտի ցանկություններով։ Մենք ընտրում ենք մեր ճանապարհները, Աստծո ճանապարհները ընտրելու փոխարեն։ Ու ցավոք սրտի Աստվածը տենց էլ իր ձեռքը պարզած է մնում, բայց ասում է ուշադրող չկա։ Ես խոսում եմ, լսող չկա։ Եվ գիտեք, միտեղ էլ եմ ուզում միասին կարդանք նոր կտակարանից արդեն Հռոմեացիս 10-րդ գլուխ եւ 20-21 խոսքերը, Պողոս առաքյալի խոսքերն են ուղղված Հռոմի եկեղեցուն։ Բայց Եսայան ավելի համարձակվում է եւ ասում. Ես գտնվեցի նրանցից, որ ինձ չէին որոնում, հայտնի եղա նրանց, որ ինձ համար չէին հարցնում։ Բայց Իսրայելին ասում է, գիտեք, երբ որ մենք ասում ենք Աստված ասում է Իսրայելին, մենք նկատի ունենք, որ Աստված դիմում է իր ժողովրդին։ Ամեն։ Եվ ասում է, բայց Իսրայելն ասում է, բոլոր օրը իմ ձեռքը մեկնեցի դեպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։ Գիտեք, հետաքրքիր է, սիրելիներս, ամբողջ օրը Աստված ասում է, ես իմ ձեռքը մեկնեցի մի հակառակվող ու անհնազանդ ժողովրդի։ Սիրելիներս, այսօր իմ խոսքը լինելու է դրա մասին, այնքան կարևոր է, որ մենք կարողանանք լսենք նրա ձայնը, որովհետև այսօր Աստված խոսում է ամեն մեկիս հետ։ Ու շատ կարևոր է լսելով նրա ձայնը մենք հասկանանք, որն է Աստծո կամքը մեր համար։ Եվ երրորդ քայլը, որ մենք պետք է անենք, մենք պետք է անենք այնպես, ինչպես Աստված ասում է մեզ, ինչպես Աստված խոսում է մեր հետ, այդ ժամանակ մենք կունենանք հաղթանակ, միայն այդ ժամանակ մենք կունենանք հաղթանակ։ Ուզում եմ միտեղ բացենք իրար հետ, սիրելիներս։ Հովհաննեսի ավետարան 10-րդ գլուխ 27 խոսքում Հիսուսը այսպես է ասում. Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց, եւ իմ հետևից գալիս են։ Գիտեք, շատ հետաքրքիր բան է ասում։ Մենք իհարկե գիտենք, որ Աստվածաշունչը, երբ որ համեմատում է Աստծո ժողովուրդը, հա, եկեղեցին ոչխարների հետ, սիրելիներս, դա ոչ թե ինչ-որ ցածրացնող նշանակություն ունի, հա, որ Աստված մեզ ոչխարներ է անվանում։ Ուղղակի մենք գիտենք, որ դա Իսրայելում տարածված էր, հա, մարդիկ ոչխարներ էին պահում։ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ պարզ ու հասկանալի լեզվով, իրանց հետ հովի մասին էր խոսում, ոչխարների մասին, եւ դրա միջոցով Տերը փորձում է մեզ ցույց տալ մեր ու իր միջև եղած փոխհարաբերությունները։ Եվ Տերը ասում է, իմ ոչխարները իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց։ Ինչ է դա նշանակում, սիրելիներս։ Արդյոք այսօր ես ու դու Աստծո ձայնը լսում ենք։ Հիսուս ասում է, իմ ոչխարներն են իմ ձայնը լսում։ Արդյոք այսօր ես ու դու Հիսուսի, Աստծո հոտի ոչխարներն ենք, Աստծո հոտի գառներն ենք, սիրելիներս։ Ինչ է դա նշանակում, որ իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Գիտեք, դա հետևյալն է նշանակում, որ ես չեմ ապրում ընենց, ոնց որ ես եմ ուզում։ Ես չեմ գնում այն ճանապարհներով, որ ճանապարհները, որ ես եմ ընտրում։ Ես եմ իմ կյանքի տերը։ Ես կորոշեմ, ես ինչ անեմ։ Գիտեք, այսօր անգամ աշխարհում շատ այսպես մոտիվատորներ կան, քարոզիչներ կան, բիզնեսի ոլորտում նույնպես եւ եկեղեցիներում երբեմն ցավոք սրտի,
որ վերցրու քո կյանքը քո ձեռքերի մեջ, դու ես քո միտեղ կարտացի գրված էր, դու ես քո կյանքի կապիտանը, հրամանատարը, ты капитан своей жизни, հա, վերցրու քո կյանքի այդ ղեկը, դու կառավարիր քո կյանքը, դու ես որոշում, ուր դու պիտի գնաս, ինչ դու պիտի անես, դու ամեն բան կարող ես, քո մոտ ամեն ինչ կստացվի։ Ուզում եմ ձեզ մի բան ասել, առանց Աստծո իմ ու քո մոտ ոչ մի բան էլ չի ստացվի։ Որովհետև նրա մեջ է իմ ու քո հաղթանակը, սիրելիս, որովհետև Հիսուսն է իմ ու քո հրամանատարը, նա է մեր կյանքի հրամանատարը, նա է մեր հովիվը, ու մենք գնում ենք նրա հետևից։ Իմ ոչխարները լսում են իմ ձայնը եւ գրված է եւ գալիս են իմ հետևից։ Սիրելիս, մինչեւ դու չխոնարեցնես քո սիրտը, մինչեւ չհասկանաս, որ կա մեկը, որ գնում է քո առջևից, մինչեւ դու չհասկանաս, Աստվածաշունչը ասում է, որ դուք թանկ գնով եք գնվել ու դուք այլևս ձերինը չեք։ Դու չես կարող այսօր քո կյանքի հետ վարվես այնց, ոնց որ քո մտքին գա։ Անես այնց, ոնց որ քեզ հարմար է։ Խոսքը ասում է, դու թանկ գնով ես գնվել, դու Հիսուսի արյունով ես գնվել։ Ու այսօր ես ու դու գնում ենք նրա հետևից, ու ոչ թե ապրում ենք մեր սրտի ցանկություններով, այլ անում ենք այն, ինչ որ Աստված է կամենում, որ ես ու դու անենք, սիրելիս։ Իսկ Աստծո կամքը մենք գիտենք դա միշտ բարին է, Աստծո կամքը միշտ կատարյալ է։ Եվ գիտեք, ուզում եմ եւս մի տեղ կարդամ, երբ որ քո սիրտը խոնարհված է, գիտես, դու միշտ ճիշտ ձևով ես արձագանքում Աստծո ձայնին։ Եսայան այսպես է ասում 6-րդ գլուխ 8-րդ խոսքը. Եվ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. որին ուղարկեմ, եւ ով կգնա մեզ համար։ Եվ ես ասեցի. ահա ես, ինձ ուղարկիր։ Գիտես, երբ որ Եսայան լսեց Աստծո ձայնը, ում ուղարկենք, ով կգնա մեզ համար, ճիշտ արձագանքն էր Եսայայի, ահա ես Տեր, ինձ ուղարկիր, ես կգնամ։ Գիտես, Աստված այսօր մեզանից շատերիս հետ խոսում է, Աստված մեզանից շատերիս հետ խոսում է, բայց արդյոք մեր սիրտը այնքան խոնարհված է, որ լսենք Տիրոջ ձայնը, ու Աստծուն ասենք, ահա ես Տեր, ուր ուղարկես կգնամ, ինչ ասես կանեմ, ինչը ասես թողել կթողնեմ, ահա ես Տեր, թող քո կամքը լինի, ինչպես Հիսուս աղոթում էր, ոչ թե իմ կամքը։ Եվ ես սիրելիներս համոզված եմ, այդ ժամանակ Աստված կառաջնորդի մեզ, այդ ժամանակ Աստված մեզ կտանի դեպի հաղթանակ։ Գիտեք, իմ ու քո հաղթանակը ոչ թե նրանում է, ինչքան շատ բան ենք մենք գալիս Աստծուն ասում աղոթքի ժամանակ։ Հիսուս ասեց շատախոս մի եղեք։ Մեր հաղթանակը գիտեք ինչումն է, որ մենք խոսենք այն, ինչ որ Աստված է խոսում, որ մենք անենք այն, ինչ որ Աստված է անում։ Հիսուս ասում էր, ես ինձանից ոչ մի բան չեմ անում։ Սիրելիս, եթե Հիսուսը ինքը իրանից ոչ մի բան չէր անում, ասում էր, ես տեսնում եմ ինչ որ Հայրը անում է, դա եմ անում։ Ինչ որ տեսնում եմ Հայրը խոսում է, դա եմ խոսում։ Բայց ցավոք սրտի մենք շատ անգամ անում ենք այն, ինչ որ մենք ենք ուզում անել, խոսում ենք այն, ինչ որ մենք ենք ուզում խոսել, մենք ինքներս մեր գլխի ինչ որ որոշումներ ենք կայացնում, հետո փորձանքների ու փորձությունների մեջ ենք ընկնում, հետո սկսում ենք տրտնջալ։ Ինչի՞ սա իմ հետ տեղի ունեցավ, որովհետև մենք բավականին խոնարհություն չունեինք եւ բավականին ժամանակ չունեինք, որ Աստծո ձայնը լսենք ու իր կամքը կատարենք։ Ուզում եմ այսօր մի անձնավորության մասին խոսել, սիրելիներս։ Այսօր իմ ամբողջ ուղերձը կառուցված կլինի տվյալ անձնավորության շուրջ։ Ուզում եմ այսօր խոսեմ Եղիայի մասին։ Գիտեք, Եղիան շատ մեծ օրինակ է Աստվածաշնչում, որպես հավատքի մարդ, որպես աղոթքի մարդ, որպես մեկը, ով որ պատրաստ էր լսի ու կատարի Աստծո կամքը։ Եվ ուզում եմ, սիրելիներս, մի տեղ բացենք 3-րդ Թագավորաց գիրքը, ներողություն, մինչ այդ տեղը կկարդանք, սիրելիներս, ներողություն եմ խնդրում, եկեք Հակոբոսի գիրքը բացենք։ Հակոբոսը նոր կտակարանում խոսում է Եղիայի մասին։ Կարծում եմ այս տեղը ձեզանից շատերիդ հայտնի է եւ երբեմն կա այսպիսի ուսմունք հավատքի աղոթք, հա, աղոթել Եղիայի նման։ Ով է ուզում իրականում, որ իր աղոթքները պատասխանվի։
Կա ստեղ մարդ, որ ուզում է ինքը աղոթի, իր աղոթքը պատասխանվի։ Երևակայի բոլորն էլ ուզում են, չէ՞, սիրելիներս, որտեվ մենք գալիս ենք Աստծո մոտ ինչ որ սպասումով։ Եթե մենք սպասում չունենայինք, ապա չէինք էլ աղոթի։ Մենք սպասում ունենք, որ գալիս ենք Աստծո մոտ։ Բայց ցավոք սրտի շատ անգամ մեր աղոթքները չեն պատասխանվում։ Ու Հակոբոսը օրինակ է բերում Եղիային, ասելով, որ 5-րդ գլուխ 17 խոսքից կկարդամ։ Եղիան մարդ էր մեզ պես կրքի ենթակա, ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, եւ անձրև չեկավ երկրի վրա 3 տարի եւ 6 ամիս, եւ դարձյալ աղոթք արեց, եւ երկինքը անձրև տվեց, եւ երկիրը իր պտուղը բուսեցրեց։ Տեսեք, Հակոբոսը ասում է Եղիան մեր նման մարդ էր, կրքերի ենթակա, սովորական մարդ էր, բայց ինչ անսովոր բան կար Եղիայի կյանքում, որ Եղիան աղոթում էր, ու նման գերբնական բան էր տեղի ունենում, որ երկիրը 3.5 տարի անձրև չտվեց։ Մի մարդու աղոթքով անձրև դադարեց երկրի վրա գալ սիրելիներս։ Հետո նորից աղոթք արեց ու անձրև եկավ երկրի վրա։ Այդ ինչ գաղտնիք կար Եղիայի կյանքում։ Այդ ինչ մի այտենց բան էր, որ Եղիան կարար աղոթք աներ ու երկրի վրա անձրև չգար սիրելիներս։ Որպեսզի մենք իմանանք դրա պատասխանը, ես չգիտեմ ձեզանի շատերը ինչպես են հասկացել այս տեղը, բայց որպեսզի հասկանանք ինչի մասին էր խոսում Հակոբոսը, ես առաջարկում եմ ձեզ գնալ 5 կտակարան ու կարդալ այդ պատմությունը։ Ինչ արեց Եղիան, այդ ինչ ձևի էր աղոթեց Եղիան, ինչի մասին էր աղոթեց Եղիան, որ 3 տարուց ավելի երկրի վրա անձրև չեկավ։ Եկեք գնանք 3-րդ թագավորաց եւ 17 գլուխ առաջի խոսքից ուզում եմ առաջի տեղը ընթերցեմ։ Եվ Գաղադի բնակիչներից թեզբացի Եղիան ասեց Աքաբին. Կենթանի է Իսրայելի Տեր Աստվածը, որի առաջին կանգնում եմ, որ այս տարիներից ցող եւ անձրև պիտի չլինի, բայց եթե իմ խոսքով։ Պատկերացնում եք ինչ ասում։ Կարելի առաջի հայացքից մտածել, այդ ով ես դու, ինչի դու Աստվածն ես։ Իմ խոսքով ասեցի ու 3.5 տարի անձրև չի գա։ Կա ստեղը տենց մարդ, որ կարա տենց համարձակություն իր վրա վերցնի։ Կայնես բնության օրենքները կանգնեցնես։ Գալիս է թագավորի մոտ կանգնում է ու ասում է Աքաբին. Կենթանի է Իսրայելի Աստվածը, որի առաջին ես կանգնում եմ։ Այս տարիներին ցող ու անձրև պիտի չլինի, ասում է, իմ ասացի պես, իմ խոսքի պես։ Հիմա առաջարկում եմ սիրելիներս մի քիչ առաջ գնանք 18-րդ գլուխը։ Ես ամբողջ պատմությունը չեմ կարդա, երբ որ Եղիան մարտահրավեր է նետում Բաղի մարգարեներին, հա, մենք գիտենք, որ Աստված երկնքից կրակա իջացնում, բայց ես ուզում եմ այդ տեղը կարդանք, երբ որ Եղիան աղոթք անում Աստծուն։ Մենք խոսում ենք աղոթքի մասին, չէ՞, Եղիան աղոթք արեց, այդ ինչ աղոթք էր, որ Եղիան աղոթեց ու անձրևը կանգնեց։ Եկեք կարդանք այդ տեղը։ 3-րդ թագավորաց 18-րդ գլուխ եւ 36-ից 38 խոսքերը կկարդանք։ Եվ երեկոյան զոհի ժամանակն էր, երբ որ Եղիան մարգարեն մոտեցավ եւ ասեց. Ով Եհովա, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստվածը, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ, եւ ես քո ծառան եմ եւ ուշադրություն, եւ թե ես քո խոսքով եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդը իմանա, որ դու Եհովա ես Աստված, եւ դու հետ կդարձնես նրանց սրտերը, եւ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակեզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Ինչ աղոթում Եղիան, սիրելիներս։ Մենք տեսնում ենք Եղիան երկար բարակ աղոթք չի անում, իրականում գերբնական բան տեղի ունեցավ։ Բայց մենք տեսնում ենք Եղիան շատ կարճ աղոթք անում։ Ով Իսրայելի Աստված, Աբրահամի, Հակոբի, Իսահակի Աստվածը։ Ասում է նշան ցույց տուր ու թող այս ժողովուրդը իմանա, տեսեք ինչ ասում, որ ես այս ամենը քո խոսքով եմ արել։ Գիտեք մեր հաղթանակը ինչումն է, սիրելիներս, որ կարողանանք լսել Աստված ինչա ասում։ Ու երբ որ դու անում ես այն, ինչ որ Աստված է ասում,
դու անպայման հաղթանակ ունենաս։ Անպայման երկնքից կրակ կիջնի, անպայման անձրևը կկանգնի, անպայման անձրևը նորից կգա։ Ինչի՞, երբ որ Եղիան ասում է իմ խոսքի պես կլինի։ Մենք շատ անգամ գիտեք կան քրիստոնյաներ, կանգնում են ասում են դե դավանության մեջ զորություն կա, հռչակումների մեջ ասում է ուժ կա, սխալ բառեր հանկարծ չասեք, սխալ բան չասես, այ ճիշտ բաներ դավանի։ Ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել, ժողովուրդ ջան, եթե դու ճիշտ բաներ դավանում ես, բայց սխալ կյանքով ես ապրում, քո խոսքերը ոչ մի զորություն էլ չեն ունենա։ Մի խաբեք ձեզ, ժողովուրդ ջան, որ ճիշտ բաներ ասեք, ճիշտ բաներ կլինի։ Ճիշտ բաներ կլինի այն ժամանակ, երբ որ հետն էլ ճիշտ բաներ անես։ Այդ ժամանակ քո խոսքերը զորություն կունենան։ Բայց մենք ուզում ենք գնանք մեր ճանապարհներով, ապրենք սխալ կյանքով, մեր սրտի ուզածներով, բայց կայնենք դավանենք։ Ոնց որ էս վերջերս այտենց բան է ինտերնետում պատտվում։ Փողերը գալիս են, երգ են երգում, փողերը գալիս են։ Դո փողերը չեն գա, ինչքան էլ երգ երգես։ Եթե Աստծո կամքի մեջ չեղար։ Դա մոլորություն է, սիրելիներս, որ մենք ճիշտ դավանություն ենք ուզում ունենանք, բայց սխալ կյանքով ապրենք, չի լինի այդպես հրաշք։ Մեր խոսքը զորություն ունի այն ժամանակ, երբ որ մենք իր կամքի մեջ ենք, երբ որ մենք լսում ենք իր խոսքը ու վարվում ենք իր խոսքի համեմատ, այդ ժամանակ իմ ու քո կյանքում հրաշքներ կսկսեն տեղի ունենալ։ Դրանում էր Եղիայի զորությունը, դրանում էր նրա հայտնությունը, որ նա անում էր այն, ինչ որ Աստված ասում էր անել, ու երբ որ ինքը անում էր այն, ինչ որ Աստված ասում էր անել, գերբնական բաներ են սկսում տեղի ունենալ։ Այդպես էլ կլինի իմ ու քո կյանքում, սիրելիս։ Ամեն։ Ուզում եմ ևս մի տեղ կարդամ։ Ուզում եմ տեսնեք Եղիայի վերաբերմունքը, երբ որ Աստված խոսում է, 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխը, եւ կկարդամ 9-ից 13 խոսքերը, եկավ ժամանակը Եղիան հաղթանակ այսպես ասած ունեցավ, Աստծո կրակը իջավ, մարգարեներին սպանեցին, բայց Հեզաբելը սպառնաց, որ ես քեզ կսպանեմ, Թագուին, չար Թագուի էր։ Ու Եղիան փախնում է նրա երեսից, գալիս է մի հատ քարանձավի մեջ թաքնվում է, 3-րդ Թագավորաց 15 գլուխ 9-րդ խոսքից կարդամ։ Եվ այնտեղ մտավ մի քարայրի մեջ, եւ այնտեղ օթևանեց, եւ ահա Տիրոջ խոսքը եղավ իրան եւ նրան ասեց. Ինչ ունես այստեղ Եղիա։ Եվ նա ասեց. ես մեծ նախանձավորություն ունեցա զորած Տեր Աստծո համար, որ Իսրայելի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են եւ քո մարգարեներին սրով սպանել են։ Եվ մենակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։ Եվ նա ասեց. դուրս եք եւ կանգնիր սարի վրա Տիրոջ առաջին։ Եվ ահա Տերը անց էր կենում եւ մի մեծ եւ զորավոր հողմ պատառեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին, բայց Տերը այն հողմի մեջ չէր։ Հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր, եւ երկրաշարժից հետո կրակ, բայց Տերը կրակի մեջ չէր։ Եվ կրակից հետո մի մեղմ ու բարակ ձայն, եւ եղավ, երբ որ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկույովը եւ դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը։ Եվ ահա մի ձայն եկավ նրան եւ ասեց. այստեղ ինչ ունես Եղիա։ Սիրելիներս, ինչ հետաքրքիր է։ Գիտեք, մենք շատ անգամ Աստծուն փնտրում ենք ինչ-որ զորավոր բաների մեջ։ Ահա հրաշքներ են լինում։ Մարդիկ ասում են, տեսեք են եկեղեցում մարդկանց համար աղոթում են, մարդիկ ընկնում են, մարդիկ բժշկվում են։ Ես հավատում եմ, այո, որ այսօր Աստված բժշկում է, ես հավատում եմ, որ մարդիկ կարող են այսօր դևերից ազատագրվել։ Ես հավատում եմ, որ Աստված կարա զորություններ անի, սիրելիներս, տարբեր հրաշքներ անի։ Ես հավատում եմ դրան, բայց խնդիրը դրա մեջ չի։ Խնդիրը նրանում է, որ մարդիկ ինչ-որ երևացող բաներ են փնտրում միշտ։ Այ ես տեսնում եմ, այ ես կարամ շոշափեմ, ուրեմն Աստված ստեղ է։ Իրես ասում է, երկրաշարժ եղավ, Աստված այնտեղ չէր, կրակ եղավ, Աստված այնտեղ չէր, փոթորիկ եղավ, Աստված այնտեղ չէր։ Հետո մի մեղմ ձայն Եղիային ասեց. ինչ ունես այստեղ Եղիա։ Գիտես, ես հավատում եմ, որ շատ անգամ Աստված ուզում է մենք Եղիայի նման ծածկենք մեր երեսը, ինչի դա նշան էր, սիրելիներս։ Գիտեք, մենք ժամանակա պիտի առանձնանանք Աստծո հետ։ Մենք մեզ պիտի ծածկենք այդ քողով, այսպես կոչված։ Մենք պիտի առանձնանանք ու
լսենք ինչ ունի Աստված ինձ ու քեզ ասելու։ Թողենք այդ կյանքի այդ իրար անցումը, գիտես այդ փոթորիկները, այդ կրակը շատ անգամ որ կա մեր շուրջը, շատ անգամ Աստված այնտեղ չի, շատ անգամ Աստված ուզում է, դու առանձնանաս քո ծածուկ սենյակը, անջատես հեռախոսդ, ուղղակի գաս հանդարտվես Աստծո առաջ, ու ասես. Տեր, ինչ ես ուզում, որ ես անեմ, որն է քո կամքը այսօր ինձ համար, փորձես հասկանալ ինչ որ բաներ, ինչ որ այսօր քո կյանքում տեղի է ունենում, ինչն է դրա պատճառը, ու Աստված ասում է, ես իմ հոգին կթափեմ այդ ժամանակ քեզ վրա ու կհասկացնեմ քեզ իմ խոսքերը։ Աստված ուզում է ինձ ու քեզ հասցնի իր խոսքը սիրելիս, բայց ես ու դու պիտի պատրաստ լինենք լսել իր խոսքը։ Ամեն։ Եվս մի հրաշալի տեղ եմ ուզում կարդալ։ Ուրեմն հիշում եք եւս մի պատմություն կար Աստվածաշնչում սիրելիներս, երրորդ թագավորած, նույն երրորդ թագավորած, տասյոց երրորդ գլուխը սիրելիներս, երրորդ թագավորած 17-րդ գլուխ եւ մի հետաքրքիր նույնպես այստեղ պատմություն կան։ Աստված գալիս է Եղիայի մոտ, երկրորդ խոսքից կկարդամ, եւ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. գնա այստեղից եւ դարձիր դեպի արևելք եւ թակ կաց Քերիտ հեղեղատի մոտ, որ Հորդանանի դեմ է։ Եվ այն հեղեղատից խմես, եւ ես ակրավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ։ Եվ նա գնաց եւ արավ Տիրոջ խոսքի համեմատ, եւ գնաց ու բնակվեց Քերիտ հեղեղատի մոտ, որ Հորդանանի դիմացն է։ Եվ ակրավները նրա համար հաց եւ միս էին բերում առավոտը եւ հաց ու միս էին իրիկունը բերում եւ նա խմում էր հեղեղատիցը։ Սիրելիները, շատ անգամ մենք նայում ենք այս հրաշքներին, բայց չենք փորձում հասկանալ իսկ ինչի հետևանքով էին տեղի ունենում այդ հրաշքները, որն էր պատճառը։ Աստված գալիս է Եղիայի մոտ, պատկերացրեք, եթե Եղիան չլսեր Աստծո ձայնը։ Իր մարդկայինով մտածեր, ասենք, ելնեմ գնամ, ասենք, ես ինչ քաղաքը դիմեմ թագավորին կամ չգիտեմ ինչ որ մեկին ասեմ, որ իրանք ինձ կերակուր տան, չէ որ ես Աստծո մարգարեն եմ։ Եղիան գնաց Աստծո մոտ, Աստված խոսաց ու Եղիային կոնկրետ բաներ ասեց։ Գնա ես ինչ հեղեղատի մոտ, ասեց ես ակրավներին հրամայել եմ, որ քեզ կերակուր բերեն։ Ու ինչա գրված Եղիայի մասին։ Եղիան գնաց արեց այնպես, ինչպես որ Աստված ասել էր։ Ահա ինչա նշանակում աղոթքի կյանք ունենալ սիրելիս։ Երբ որ դու ոչ թե գալիս ես քո պահանջների ցուցակն ես ներկայացնում Աստծուն, երբ որ դու գալիս ես լսելու նրա ձայնը, ինչ է Աստված ասում այսօր քո իրավիճակի համար։ Ու երբ որ Աստված քեզ հետ խոսում է, դու գնում անում ես այնպես, ինչպես Եղիան արեց, նրա ասացի համեմատ։ Այդ ժամանակ Աստծո խոսքը կենթանանում է, այդ ժամանակ Աստծո խոսքը հրաշքներ է գործում, այդ ժամանակ Աստված այն ինչ որ ասել է, Աստված դա իրականություն է դարձնում։ Հետո այս պատմությունը ունի հետաքրքիր շարունակություն։ 8-րդ խոսքից կկարդամ։ Եվ Տիրոջ խոսքը եղավ նրան ասելով. վեր կաց գնա Սիդոնացիների Սարեպտան։ Օրերից մի օր այդ ջուրը ցամաքեց, կտրավ այդ աղբյուրը։ Ինչ էր պետք անել։ Նորից պետք էր լսել Աստծո ձայնը։ Ինչ ասում Աստված։ Վեր կաց գնա Սիդոնացիների Սարեպտան։ Այնտեղ նստիր։ Ահա ես այնտեղ մի որբևայրի կնկա հրամայել եմ, որ քեզ կերակրի։ Ժողովուրդ, դուք տեսնում եք, որ Եղիան չէր կայնում ժամերով աղոթք անի, ինչու մեր իր հաջողության գաղտնիքը։ Ինքը գալիս, Աստված գիտեր Եղիայի կարիքը։ Եղիան չգիտեր Աստված ինչ ճանապարհով է լուծելու այդ հարցը։ Բայց ինքը եկավ Աստծո մոտ ու Աստված ինչ ասում. Եղիա, այնտեղ մի կին կա։ Աստված տեսել էր երկնքից, որ կա մեկը, ում սիրտը պատրաստ է Աստծո խոսքը լսելու, պատրաստ է զոհ անելու։ Ասում է, ես մի կնոջ հրամայել եմ, ինքը քեզ կկերակրի։ Վեր կաց իջիր Սիդոնացիների Սարեպտան, այնտեղ մի կին կգտնես, ով որ քեզ կերակուր կտա։ Ու ինչ եղավ։ Եղիան վեր կացավ, իջավ Սիդոնացիների Սարեպտան, եւ մենք հիշում ենք այդ հրաշքը, երբ որ ալյուրը չէր վերջանում, յուղը չէր պակասում, մինչև որ Աստված երկրի երեսին անձրև բերեց։ Ամեն։ Գնանք նոր կտակարան, սիրելիներս։ Հիսուսը
կհիշատակի այդ պատմությունը։ Ղուկաս ավետարանում մենք կկարդանք հետևյալը. 4-րդ գլուխ 25-ից 27 խոսքերը։ Եվ ճշմարտությամբ ասում եմ ձեզ, թե Եղիայի օրերին Իսրայելի մեջ շատ որբևայրիներ կային, երբ որ երկինքը 3 տարի և 6 ամիս փակվեցավ։ Այնպես որ բոլոր երկրի վրա մեծ սով եղավ, և Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեցավ, բայց միայն Սիդոնացիների Սարեպթան, մի որբևայրի կնոջ մոտ։ Եվ շատ բորոտներ կային Իսրայելի մեջ Եղիսե մարգարեի ժամանակին, և նրանցից ոչ ոք չսրբվեցավ, բայց միայն Նեեման ասորին։ Փառք Տիրոջը, սիրելիներս։ Հիսուսը պատմում է, Հիսուսը հիշեցնում է այդ պատմությունը։ Ասում է այն ժամանակ Իսրայելում շատ որբևայրիներ կային։ Գիտեք, ես կարծում եմ, որ շատ հնարավոր է, քանի որ Հիսուս ասում է շատ որբևայրիներ կային, բայց մեկի մոտ ուղարկվեց Եղիան։ Եթե ամբողջ կոնտեքստը կարդաք այդ գլուխը, մի բան կհասկանաք։ Հիսուսը եկել էր խոսում էր ժողովրդի հետ, չէին ընդունում իրան։ Ասում էր այն ժամանակ էլ Իսրայելում շատ որբևայրիներ կային։ Գիտես, այսօր Երևակայի ամեն մեկը ով որ ստեղ նստած է, ինչ որ կարիքներ ունեք այդ որբևայրու նման։ Ինչի Աստված մեկի աղոթքը լսում է, սիրելիս, մյուսինը չի լսում։ Գաղտնիքը հետևյալումն է, երբ որ Աստված խոսեց այդ որբևայրի կնոջ հետ։ Չնայած նրան, որ դա ծանր ժամանակներ էր, այդ կին ասեց այն վերջինն է, պիտի տանեմ պատրաստեմ, ես ու երեխես ուտենք ու մեռնենք։ Իրականում շատ ծանր վիճակ էր Իսրայելում, երկրի վրա ընդհանրապես, որովհետև անձրև չկար, 3 տարուց ավել, պատկերացնում եք ժողովուրդ ջան, անձրև չկա, մարդիկ սովամահ էին լինում։ Բայց կար մեկը, ով որ չնայած իր դժվար իրավիճակներին, չնայած երկրի մեջ եղած այդ ճգնաժամին, այդ կրիզիսին, չնայած նրան, որ շուրջը մարդիկ մահանում էին, բայց ինքը քաջություն ունեցավ լսել Աստծո ձայնը, լսել Աստծո ձայնը, ու երբ որ Եղիան գալիս է իր մոտ, ասում է սա է վիճակը, բայց քո խոսքի համեմատ կանեմ։ Եղիան ասում է դե քանի որ դու էլ դա կանես իմ խոսքի համեմատ, որովհետև դա Աստծո խոսքն էր իրականում։ Եղիան որ ասում է, ինքը որ Եղիային ասում է քո խոսքի համեմատ, Աստված արդեն այդ կնոջ հետ խոսացել էր։ Մեծ հաշվով դա Եղիայի խոսքը չէր, դա Աստծո գործն էր, որ Աստված այդ կնոջ հետ խոսացել էր։ Ու ասում է, քանի որ դու ասում ես, քո խոսքի համեմատ կանեմ։ Եղիայի ասածին լսելով այդ կինը լսեց Աստծո ձայնը, սիրելիս։ Իր սիրտը պատրաստ էր լսելու Աստծո ձայնը։ Ինչ եղավ դրա հետևանքը։ Այդ կինը ամեն օր իր երեխայի հետ հաց ուներ իր տանը, ամեն օր, մինչև որ երկրի երեսին Աստված անձրև ուղարկեց։ Ինչ կատարվեց Նեեմանի հետ։ Տեսեք, որ երկուսն էլ հեթանոս էին, թե այս կինը Սիդոնացիների Սարեպտայից, թե Նեեմանը Ասորին։ Երկուսն էլ հեթանոս էին։ Հիսուս ասում է շատ բորոտներ կային այն ժամանակ Իսրայելում։ Բայց մենակ Նեեման Ասորին բժշկվեց։ Ինչի՞, որովհետև չնայած նրան, որ հեթանոս էր, բայց քաջություն ունեցավ հավատալ Իսրայելի Աստծուն։ Ասեցին գնա Իսրայելում մարգարե կա, կաղոթի քեզ համար, բժշկված կլինես։ Ու այդ մարդը հնազանդվեց, լսեց, ընդունեց, գնաց մարգարեի մոտ ու ստացավ իր հրաշքը։ Սիրելիս, ես վստահ եմ, եթե մեզանից շատերը այսօր ժամանակ հատկացնեին Աստծո ձայնը լսելու, մի ձայն լսեցի, Եսայան ասում է, և ես լսեցի։ Գիտես, ես ու դու կարիք ունենք այդ ձայնը լսելու, դա Աստծո ձայնը, այդ ձայնը ամեն օր խոսում է ինձ ու քեզ հետ։ Գիտես, այս աշխարհում շատ ձայներ կան, որ ուզում են լռեցնեն այդ ձայնը։ Այս աշխարհում շատ մարդիկ կան, որ ուզում են լռեցնեն այդ ձայնը, որ դու չլսես այդ ձայնը։ Բայց ոչ մեկի մի թույլ տուր դա անել, սիրելիս։ Եղիայի նման վերցրու այդ քողը, մտիր քո ծածուկ սենյակը, ժամանակ գտի, մի եղի այնքան զբաղված, մի եղիր սիրելներս այնքան այս աշխարհի գործերով տարված, որ աղոթքի համար ժամանակ չունենաս։ Գիտեք, շատ անգամ մենք կարող ենք տարիներ կորցնել ինչ-որ մի հարց մեր կյանքում լուծելու համար։ Բառից բուն իմաստով տարիներ կարանք կորցնենք, ժողովուրդ ջան, ջանքեր մարդկային գործադրենք, փորձենք մեր մարդկային իմաստությամբ, մեր մարդկային փորձառությամբ ինչ-որ հարցեր լուծենք։
Բայց գիտեք, երբեմն բավական է մի անգամ ժամանակ գտնես, մտնես քո ծածուկ աղոթքի սենյակը ու լսես Աստված քեզ ինչ է ասում։ Այդ ժամանակ շատ կարճ ժամանակում կգտնես քո հարցերի պատասխանը։ Շատ կարճ ժամանակում դուրս կգաս քո դժվար իրավիճակներից, երբ որ պատրաստ լինես լսել Տիրոջ ձայնը ու կատարել նրա կամքը։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Փառք մեր ամենակարող Աստծուն, սիրելիներս, փառք Տիրոջը։ Գիտեք, մի բան եմ ուզում ասել։ Շատ անգամ են ինչ-որ ասում է Աստված, տեսեք, Հիսուսը մի հետաքրքիր բան ասում, իմ ոչխարները լսում են իմ ձայնը ու ինչ են անում։ Չի ասում, լսում են իմ ձայնը, հետո սկսում են քննարկել։ Ոչխարներով հավաքված ժողով են արել, քննարկում են։ Ասես էսի Աստծուցա թե չէ, ասես էսի պետք է անել թե չէ, կարող է էսի Աստված չէր։ Հիսուս ասում է իմ ոչխարները իմ ձայնը լսում են ու գալիս են իմ հետևից։ Գիտես, երբ որ քո սիրտը պատրաստ լինի գնալ Հիսուսի հետևից, դու անպայման կլսես իր ձայնը, սիրելիս, ու անպայման Աստված քո կյանքում ինչ-որ գործ կանի։ Անպայման, դա նշանակում է ես ու դու պետք է խոնարհեցնենք մեր սիրտը, չփորձենք մեր համար ինչ-որ արդարացումներ գտնել, այն մեկը խանգարեց, այն մեկը սենց արեց, բա այն մեկը նեղացրեց, այն մեկը ոչ մի բան չի կարող քեզ Աստծուց բաժանել, սիրելիս, ոչ մի բան, եթե դու որոշում ունես գնալ Քրիստոսի հետևից։ Ամեն։ Եկեք աղոթենք, որպեսզի ամեն մեկս կարողանանք լսել Տիրոջ ձայնը, ամեն մեկս ունենանք խոնարհ սիրտ ընդունելու այն ինչ որ Աստված ամեն օր ինձ ու քեզ ասում է, ու թույլ տանք, որ Աստված իր հրաշքները բերի իմ ու քո կյանքում։ Հիսուս ասեց. Սուրբ Հոգին, երբ որ կգա, ասեց աշխարհը չի ճանաչում նրան։ Աշխարհը չի ճանաչում նրան։ Աշխարհը չի ընդունում նրան, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ձեր հետ կլինի։ Սուրբ Հոգին իմ ու քո մեջ է, սիրելիս, այսօր։ Եվ Հիսուս ասում է, երբ որ Սուրբ Հոգին կգա, ճշմարտության Հոգին, ինչ կանի Սուրբ Հոգին։ Ինքը կհիշեցնի ձեզ, ինքը կսովորեցնի ձեզ, ինքը կպատմի գալիք բաները։ Դա նշանակում Աստված ցանկություն ունի իմ ու քո հետ խոսելու, սիրելիս։ Աստված ուզում է մեզ հասցնի իր ճշմարտությունները։ Աստված ուզում է, որ մենք հասկանանք մեր ընթացքը, ինչա մեզ այսօր պետք անել, ուրա մեզ պետք գնալ։ Տեր ասեց նա ապագա բաների մասին կխոսի։ Աստված չի ուզում մենք խավարի մեջ խարխափենք, կուրորեն գնանք, այս պատին խփենք, այն պատին խփենք, այս մի ստոլբին սենց ասեմ խփենք մեր գլուխը, հետո գնանք այն մյուս ստոլբին խփենք մեր գլուխը, հետո այս մի աբոչինից դուրս ընկնենք, հետո այն մյուս աբոչինից դուրս ընկնենք։ Կներեք, որ այտենց եմ ասում։ Բայց հավատում եմ Աստծո ցանկությունը, որ բավականին խոնարհություն ունենանք, գանք Տիրոջ առջև, բացենք մեր սիրտը, աղաղակենք դեպի Աստծուն, ասենք Տեր, ցույց տուր իմ գնալու ճանապարհը։ Ահա ես Տեր, ինձ ուղարկի, ես կգնամ քեզ համար, ես պատրաստ եմ քո կամքը անելու իմ Աստված։ Ու ես հավատում եմ Տեր անպայման կխոսա ամեն մեկիս հետ, սիրելիս։ Աստված անպայման ցույց կտա մեզ մեր գնալու ճանապարհը։ Ամեն։